Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ հանդիպեցի ձեզ հետ այս տոնական օրը։ Շնորհավոր ձեր տոնը, շնորհավոր Վարդավառը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Այսօր 5 տաղավար տոներից եկեղեցուն մեկն է եւ մենք սրտի գորովանքով եւ խորին երախտագիտությամբ մեր եկեղեցու հանդեպ եւ խոնարհումով նշում ենք այդ տոնը։ Դա մեզ համար մեծ խորհուրդ է, բոլորիս, բոլոր հավատացյալների համար։ Դա մեկ անգամ ցույց է տալիս եւս, որ կան արժեքներ, որոնք հավերժ են, կան արժեքներ, որոնք որևէ այլ քննության ենթակա չեն եւ անխափան են։ Եվ մենք այդ արժեքների հետևորդն ենք, դավանողն ենք։ Եկեղեցին դա մեր հոգևոր հենասյունն է, ազգի, եւ եկեղեցին է, որ պետք է եւ անում է մեծ հաջողությամբ ազգի բարեկրթությունը, ազգի բարոյական նորմերի մակարդակների բարձրացումը եւ այդ առումով ես երջանիկ եմ, որ հայ եմ ծնվել, երջանիկ եմ, որ հայ քրիստոնյա եմ։ Մեր եկեղեցուն ցանկանում եմ, որ Աստծո լույսը միշտ հավերժ լինի գմբեթին եւ ինչպես ասվում է, երկար կյանք հայրապետին, որպեսզի Տեր Հիսուսի հիմնած մայրաթորը միշտ լինի հավերժ, միշտ լինի պայծառ, ինչպես այսօրվա տոնն է, պայծառակերպության տոնը։ Անջարդյան, ինչ անենք, որ մեր ժողովուրդը առավել քան համախմբվի մեր եկեղեցու շուրջ, որովհետև դրա կարիքը առավել քան այսօր ունենք։ Մեր ժողովուրդը բավականաչափ համախմբված է մեր եկեղեցու շուրջ։ Դրա համար եւ վեհապարը, եւ եպիսկոպոսած դասը, եւ մեր ծառայողները, հոգևոր ծառայողները ամեն ինչ արել են եւ անում են։ Եվ չի կարող 100%-անոց բոլորը համախմբվեն, 100%-անոց բացարձակ ոչինչ չկա աշխարհում։ Իսկ ինչ կա, ինչպես որ կա, դա բավականաչափ լավ է եւ բավականաչափ բավարար է արդեն։ Կարծում եք, որ անհրաժեշտության պահին, երբ որ հանկարծ դարձյալ փորձարվի թիրախավորել մեր հոգևոր հզոր հենասյուն եկեղեցին, չեմ կարծում, որ դարձյալ փորձվի թիրախավորել մեր եկեղեցուն, որովհետև տեսան թիրախավորողները ինչ ավարտ ունեցավ, բայց այն պատասխանը, ինչ որ տրվեց մեր ժողովրդի կողմից առաջին անգամ, երկրորդ անգամ, եթե հանկարծ այդպիսի փորձ կատարվի, եթե հանկարծ այդ չափ հիմարանան, որ այդպիսի փորձ կատարեն, երկրորդ անգամ պատասխանը լինելու է բազմապատիկ ավելի մեծ եւ հզոր։